ասացին, որ երբ որից կպատասխանեն մեզ, իհարկե պատասխանի եկավ, բայց այդ պատասխանը չբավարարեց մեզ։ Իսկ ինչ էին պատասխանում։ Պատասխանել են, որ իրանք ինչ որ անում են օրենքով եւ կարգով են անում, սահմանված։ Բայց նշեմ, մենք Վրաստան ապրանք չենք արտահանում։ Վրաստանը դա տարածիկ միջանցքա, որը որ ապրանքներ արտանում են Ռուսաստան, Բելարուսիա, իրանք վերցրել են նմուր շարումից հետո նշեմ, որ ապրանքը գտնվում է բոլոր ստանդարտներին համապատասխանում, այսինքն ոչ մի ինչ-որ օրենքի կամ կարգի խախտում տեղի չի ունեցել։ Եվ իրանք արդեն անժամկետ, արդեն 40 օր եւ ավել պահել են բեռնատարները Վրաստանի սահմանին։ Հիմա մեր ցանկությունը նա է, որ լավ, նմուշարումը վերցրեցիք, իհարկե ըստ մեզ, ինչքան որ տեղյակ ենք, իրանք իրավունք չունեն նմուշարում վերցնել։ Օրենքի մեջ կետերի մեջ ինչի չեք սահմանել մի կետ, որը որ նմուշարումից քանի օր հետո կարող եք բաց թողել բեռնատարը։ Մեկ շաբաթա, մեկ օր, երկու օր, այդ պատասխանին եք սպասում, բայց դա էլ չկա։ Այսինքն վերցրել են նմուշարումը եւ անժամկետ պահել են բեռնատարները։ Ինչի հետևանքով ամեն մի օրը տուժա, վարչական ծախսերը եւ այլ գործարանը տուժում է ամեն մի օրի օրվա պահելու համար։ Հիմա եկել ենք հստակեցնենք ինչ են որոշել, ոնց են որոշել անեն, եւ սենց մի վարկածել կա, ասում են, որ Վրաստանի համար է տեղ բացում, նու, դա իրանց ապրանքի տեղը որ Վրաստանի, չէ, ներեք, սխալ ասացի, Ադրբեջանի համար են տեղ բացում, որպեսզի իրանց անորակ եւ էժանագին ապրանքը արտահանել այլ երկրներ, իհարկե դա հստակ պատասխան չի, ուղղակի լսել եք այդպես։ Այսպես սենց է դուրս գալիս, որ Ադրբեջանը ապրելու է ծախում, ծաղկելու է ինչպես միշտ, իսկ Հայաստանը անկում է ապրելու, ինչի համար պետք է տուժեն աշխատողները։ Նախորդ անգամ օրինակ ես sense պատճառաբանություն լսեցի, որ քանի որ տոներ էին եւ Վրաստանը խնդիր ուներ իր ապրանքը արտահանելու, այսպես ասած հիմա ձեր կարծիքով ինչ-որ վերջնակետ չէ, սա պետք է ամենը, միջև ինչքան կարող։ Այո, հասկացանք, եթե ինչ-որ նման միտում են ունեցել, իհարկե դա մենք չենք կարող խառնել, բայց 40 օր եւ ավելի տոներ են տեղի ունեցել։ Ինչ-որ մի ժամկետ պետք է նշել, բայց ոչ մի ժամկետ չեն տալիս։ Ինչ-որ մի ժամկետ նշել, որ գործատուն իմանա ինչ է անում, ոնց է կազմակերպում իր գործը։ Քանի որ ինչքան ձգվեց, այնքան ելի եմ կրկնում նախորդ անգամ էլ ասել, աշխատատեղերի, աշխատավարձերի կրճատումներ տեղի ունենալու։ Իսկ մեր գործարանը 500-ից ավել աշխատող, պատկերացնում եք 500-ից ավել ընտանիք մնա անաշխատավարձ, ոնց է այդպես լինելու, դա ոնց են պատկերացնում։ Մեր կոչը բողոք է, եւ կոչ անեմ, որ մեր հայ ալկոհոլ արտադրողներին եկեք միացեք մեր լեզվաբանքի ակցիային, քանի որ հաղթանակի ուժը մեր միասնության մեջ է։ Հնարավոր է հաջորդ լինեք ժամանակի հետ գնալով, եթե կիքսեք առաջին Ամնազգանը նորից չեք ասում։ Գերել ենք, սկզբից վերացել երասարություններ, բայց հիմա գնալով որ համարվում է հայկական ապրանքի նկատմամբ որը ոչ միայն աշխատանքի, ոչ միայն ընդհանուր մեր պատվիրատուներ շուկա կողմներով մտակի առաջին